Եկեղեցու առակցվածը ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Ինչած ժամանակ հարց են տալիս, ինչի եմ խոսում, կրկնում համարյա ամեն ֆիլմում այն, որը ես համարում եմ, որ դա կարևոր է, ամենակարևորն է, կամ երկար ժամանակ չեմ խոսում։ Քանի որ փոքրիկ հարցերում սա գնաց այնտեղ, սա այնտեղից եկավ այստեղ, սա էս ասեց, բոլորը այդ մասին խոսում են, դա կրկնություն կլինի, ես ուրիշի կրկնողը չեմ կամ նույնը ասողը չեմ, երբ որ բոլորը նույնը կրկնում, բոլորը նույնը ասում են։ Եվ այսօր եկեղեցու առեղծվածը դիտենք, որպեսզի հասկանաք եկեղեցու նշանակությունը հայ լինելու կյանքում։ Ինչն է այստեղ եկեղեցու առեղծվածը։ Բոլորդ էլ լավ գիտեք, որ ես եկեղեցու հավատացյալ չեմ եւ գիտականորեն հրաժարվել եմ եկեղեցուց, բայց դա չի հարցը։ Ինչ առաքելություն ունի հայ եկեղեցին եւ որն է հայ եկեղեցու դերը եւ ինչի է Նիկոլը ցանկանում ոչնչացնել հայ առաքելական եկեղեցին։ Սկսենք սկզբից 301 թվական, մինչև այդ արդեն պատրաստվում էր իբր Թաթևոս եւ Բարդուխեմեոս առաքյալները եկել են Հայաստան եւ այդ առաքյալների իբր տարբեր գրություններ կա կտակարաններում, այդ էլ թողնենք մի կողմ, եւ 301 թվականին Դարդատը պետականորեն ընդունում է քրիստոնեությունը Հայաստանի կրոն։ Իրականում ինչ է տեղի ունեցել։ Հայերին ընդհանրապես եւ հայերս օգտագործում ենք իբր հեթանոս։ Հեթանոս դա հնարել են բրուտները, որովհետեւ մենք շեղվենք իրական հայ աստվածներին ճանաչելուց եւ իմանալուց մեր ով լինելիությունը։ Այ օրինակ, եթե այսօր վերցնենք, որ Ալիևը հայտարարում է, որ Վաղարշապատն էլ է իրենց է, էսել է իրենց է, էնել է իրենց է, հայերս եկորներ ենք, եթե շատ կրկնի եւ աշխարհը եւ նույնիսկ նոր հայերը, երեխաները կհավատան, որ Ալիևը ճիշտ է խոսում։ Նույնն էլ բրուտները հասկացել են, որ 100-200 տարվա ընթացքում նույնը կրկնելով հետագայում մարդկանց ուղեղները լվացվում է եւ սկսում են արդեն դրա մասին խոսել։ Ինչ կատարվեց 60%-ից ավել հայերին, որոնք հին հայ իրական աստվածապաշտներ էին, գիտականորեն հայկական աստվածներին, մորթազերծ արեց Դարդատը Գրիգորես Լուսամարիչի օգնությամբ եւ առաջինը աշխարհում ընդունեցին պետականորեն քրիստոնեությունը։ Նույնը տեղի է ունեցել բոլոր երկրներում։ Մարդկանց 50-ից 70%-ը չի հավատացել դրան։ Նույնը տեղի է ունեցել նաեւ Ռուսաստանում, Ուկրաինայում, նույնը տեղի ունեցել եվրոպական մի շարք երկրներում։ Նույնը տեղի ունեցել նաև Կարմիր հողում, Ամերիկա կոչված մայր ցամաքում, երբ որ բրուտները տանում էին այնտեղ փայտի խաչը, թե սա է ձեր աստվածը, նրանք ասում են մեր հայ աստվածը նա իրական մարդ է, իսկ սա փայտ է, փայտին ինչպես ես հավատամ, երբ որ նրանք գալիս էին բարիքներով, նրանք գալիս էին մեզ օգնելու, ստեղծում մշակվող տարբեր բույսեր, որպեսզի մենք գոյատևենք երկիր մոլորակում։ Սա է իրականությունը այս եկեղեցու, բայց այսօր եկեղեցու նկատմամբ որն է հարցը։ Այժմ դիտարկենք այստեղ նաև մեկ հարց հայ առաքելական եկեղեցին եւ
ռուսական, ուկրաինական, բելարուսական ուղղափառ եկեղեցիները նրանք չեն ենթարկվում Հռոմին։ Կաթողիկ եկեղեցին, այստեղ գրված է բրուտը ով է։ Լրիվ անունը այստեղ կարող եք կարդալ, դա չեմ ասում։ Եվ ինքը ով է հանդիսանում Միացյալ Թագավորության թագավոր, Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Անգլիայի եկեղեցու գերագույն կառավարիչ և ազգերի համագործակցության ղեկավար, գործող միապետ 14 անկախ պետություններում։ Եվ այս պետությունները կարդացեք, նաև քարտեզում կարող եք գտնել։ Իսկ Հռոմի պապը ով է հանդիսանում, որպեսզի բրուտները իրենցից հեռացնեն, թե իբր իրենք են դրա տերը, և դրա համար նույնպես ստեղծվել էր Հռոմի կայսրությունը, և նրանք Հռոմում տեղադրեցին Վատիկանը և նշանակելով տարբեր մարդկանց, վերջում արդեն ոչ իտալացիներ, այս վերջինն էլ նահանգներից բերված, որպեսզի կատարվի նաև ինչպես Ռուսաստանում KGB-ի գործողություն։ Մարդիկ գնում են եկեղեցիներ և այնտեղ մեղքերի թողտվություն են խնդրում իբր Աստծուց, և նրանց կատարած այդ սրիկայություններ, թե աննորմալությունները, սրա նմանները հավաքագրում են, դա բոլոր երկրներին է վերաբերում, որից հետո ուղարկվում է կենտրոն։ Միևնույն ժամանակ ես Եվրոպայում վերջերս մասնակցեցի մի քանի եկեղեցական հավաքների, որպեսզի հասկանամ, թե իրականում սրանք որտեղից են գումարները հավաքում։ Գումարների մի մասը տալիս են մեծահարուստները, և նրանց պարտադրվում է դա, մի քանի մեծահարուստի հետ էլ եմ դա խոսել, և միևնույն ժամանակ տարբեր շաբաթը գոնե 1-2 անգամ ամեն եկեղեցում հավաքներ է լինում տվյալ թաղամասի, և նրանք նույնպես գումարներ են հավաքում սովորական մարդկանցից, 2-ից, 1-ից, $1 մինչև $50-100 կարգի նաև նվիրատվություններ են անում ժողովուրդ, որտեղ հավաքվում է ամենաքիչը 50-ից մինչև 500,000 մարդ տարբեր տեղեր։ Եվ այդ գումարները եթե մնա օրինակ Վատիկանում կամ ինչ-որ մի երկրում, օրինակ Չեխոսլովակիայում եթե դա մնա, ապա Չեխոսլովակիայի եկեղեցին կլինի շատ հարուստ և հենց եկեղեցին կարող է օգնել աղքատներին, ծովածներին և այլն։ Բայց իրականում կաթողիկ եկեղեցու դերը որն է և ինչ են հայերին նույնպես մղում կաթողիկ եկեղեցի։ Այժմ դիտարկենք կաթողիկ եկեղեցու վճարումները։ Բոլոր այս երկրները այսպես որ վերցնենք, բոլոր այս երկրները միևնույն ժամանակ սա այստեղ գտնվող երկրները բոլորը վճարում են կատարում դեպի սրան։ Վատիկան։ Վատիկանից փողերը գալիս է Ռոշվիլդին, իրենք տարին մեկ անգամ մեկնում են Երուսաղեմ և համբուրելով Ռոշվիլդի ձեռքը տալիս են նրան, իսկ սա հանդիսանում է բրուտի ինչ-որ մի քսակը, բոլոր մեծահարուստները, բանկիրները հատկապես, հանդիսանում են բրուտի քսակը։ Բրուտը ունի բազմաթիվ քսակներ,
Եվ այդպիսով նույնպես մարդկանց աղքատեցնում եւ գցում կարիքի մեջ։ Այժմ եթե հայկական հայ առաքելական եկեղեցին մնում է անկախ, նույնը Ռուսաստան, Ուկրաինա, Բելարուսիա, ապա նրանք կարողանում են, եթե պետականություն էլ չկա, ժողովրդին համախմբել իրենց շուրջը, քանի որ այդտեղ նվիրատվություններ կա, եթե մեծ նվիրատվություն է, օրինակ մի մեծահարուստից, դա բաժանում են մասերի եւ տալիս աղքատներին, որպիսի ազգը գոյատևի։ Ինչի համար եմ այսօր այս մասին խոսում եւ ասում, որպիսի պաշտպան կանգնեք, չկարողանալով Նիկոլի դեմ դուրս գալ կամ Նիկոլը չլինի Սերժը կամ Ռոբերտն է լինելու։ Ճիշտ է, Գարեգինը իմ աշկի լույսը չէ, բայց այսօր այդ հարցն է, որ պետք է կանգնել Գարեգինի շուրջը, քանի որ ես լինելով տարբեր երկրներում նաև ասեմ, որ համարյա երկիր չկա, որտեղ հայկական եկեղեցի չլինի։ Ամենահարուստ հայկական եկեղեցիները, որոնց վիճակը այսօր ամենատաղտկալի իրավիճակում է, դա Իտալիայում գտնվող հայկական եկեղեցիներն են։ Եվրոպայում բազմաթիվ հայկական եկեղեցիներ հանձնվեցին պետություններին, քանի որ եկեղեցիները չէին վճարվում տեղացիների եւ հայ մեծահարուստների կողմից։ Մենք կորցնում ենք մեր համայնքները։ Եվ այստեղ ամենամեծ հարստություն ունեցողներից մեկը նաև հանդիսանում է Վենետիկի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզում հայկական եկեղեցին եւ նրա հարստությունը, աշխարհում ամենամեծ գիրքը եւ տարբեր հարստություններ, որոնց ես անձամբ ներկա եմ եղել տեսել։ Եվ այնտեղ կա նաև դպրոց, որը գտնվում է ծայր աստիճան արդեն փլուզման եզրին, որը իտալացիները կարող են նաև վերցնեն այդ պատճառով, քանի որ վերամշակում չի կատարում։ Այժմ այստեղ հարցը որն է, նաև Ստամբուլում ունենք հայկական եկեղեցիներ եւ ամբողջ աշխարհում մեկ, եւ նաև Երուսաղեմի հայկական թաղամասը եւ հայկական եկեղեցին իրենց արժեքներով միլիարդներ արժեն եւ ամբողջ աշխարհում։ Եվ դա եթե Նիկոլը իր տերերի միջոցով, սրանց միջոցով պետք է Հայաստանը ավերի, եկեղեցին ազգը կարող է փրկել որոշ ժամանակ, ազգը կարող է նույնպես գոյատևել։ Դրա համար այսօր ձեր գոյատևության, ձեր երեխաների, ձեր ապագայի համար պետք է կանգնել հայ եկեղեցու կողքին։ Ինձ թվում է այս մեխանիզմը հասկացաք եւ այստեղ բրուտին դա կարելի ասել ջղայնեցնում է նա, որ ինչի պետք է սրանք բոլորը իրեն վճարվեն, իսկ այս մի քանի Հայաստան, Վրաստան, այս 5 երկրները պետք է չվճարվեն իրեն։ Այսինքն պետք է սրանց էլ փոխել, որպեսզի վճարվեն իրեն։ Երկրորդը, բացի քրիստոնյաներից, նաև մուսուլմաններն են վճարում իրեն։ Նրանք Պակիստանը անտեղի չստեղծեցին Հնդկաստանը բաժանելով մասերի եւ Պակիստանում է գտնվում ամենամեծ մուսուլմանների այդ մզկիթն ասում, ինչ են ասում, եւ այդտեղից նույնպես վճարումները կատարվում է բրուտին։ Այս բոլորը կոնկրետ տվյալներ են։ Երբ որ գերմանացիների հետ է խոսում, հատկապես Հանսի հետ, ինչ ասեց, եթե գերմանացիները բողոքեն եւ դուրս գան աշխարհի դեմ, որոնք աշխարհի երրորդ պետությունն են, նահանգներ Չինաստանից հետո երրորդ պետությունը, որը ամենաշատ եւ ամենավորակյալ աշխարհում առաջին, երկրորդ տեղերում են միշտ Ճապոնիան իր որակով եւ Գերմանիան, ապա ամբողջ երկիրը կկանգնի, քանի որ ամեն ինչ մեքենաներից սկսած ամենակարևոր ֆիրմաները այդտեղ անունները կարող եմ տալ հազարավոր
բոլորը կանգնեն, քանի որ նրանց ֆինանսները բոլորը գալիս են այստեղից։ Նրանք էլ դա լավ գիտեն եւ ամբողջ աշխարհը գիտի։ Դրա համար երկրորդ համաշխարհայինում Գերմանիայի պարտվելը եւ Գերմանիային օգնելը ոչ թե Գերմանիային դա օգնություն էր, այլ իրենց համար աշխատել։ Իսկ երբ դուրս եկավ արդեն այս տաբլետներ, iPhone-ներ, iPhone-ներ այդ կոմպյուտերային նոր սիստեմները Գերմանիային գցեցին երկրորդ վագոն, բայց Գերմանիան իր հնարավորություններով, իր ճյուղերով, որը ինքը արտադրում է, աշխարհում լավագույնն է հանդիսանում։ Ինչի համար եմ սա ասում։ Մեր երկիրը քանդում են նաև այս ձևով եւ Ալիևը ինչ խոսում է, Նիկոլը ինչ խոսում է, եւ բոլորը Տրամփ եւ այլն ով ինչ խոսում են, դա բրուտն է խոսում ձեզ հետ նրանց լեզվով։ Ինքը անձամբ ոչինչ չի ասի, նա խոսում է սրանց լեզվով։ Այժմ նաև հայերը պետք է բարձրացնեն երկու հարց՝ քրիստոնյա թե կիսաքրիստոնյա։ Բացի հայերից, որոնք պահանջում են Արարատ լեռը եւ Նախիջևանը, որը ըստ քրիստոնեության 5 կտակարանի հանդիսանում է Նոյի տապանը, իբր էստեղ է իջել, որից հետո Նոյը իջել է Նախիջևան, սա պետք է հանդիսանա քրիստոնյաների, այս երկուսը պետք է հանդիսանա քրիստոնյաների լավագույն սրբությունը, քանի որ Նոյը հանդիսանում է Քրիստոսի նախահայրը։ Եվ եթե մենք Քրիստոսին ընդունում ենք, ապա հայերս, ապա ընդունում ենք նաև Նոյին։ Իսկ ինչի պետք է աշխարհը չընդունի, այսինքն նրանք քրիստոնյա են, թե կիսաքրիստոնյա, նոր կտակարանի հետնորդներն են, թե ամբողջ կտակարանի հետնորդները։ Սա պետք է նույնպես եւ հայկական եկեղեցին բարձրացնի, եւ հայ ազգը բարձրացնի, որովհետեւ այստեղ բրուտի դեմքը պատրվի, ինչ է, սա գտնվում Թուրքիայում եւ սա գտնվում Ադրբեջան կոչված տարածքում։ Ինչի համար եմ սա ասում, վերջում կխոսեմ նաեւ մի շարք հարցերի մասին, որովհետեւ ավելի խորը կարողանաք հասկանալ։ Եվ այսօր հայ առաքելական եկեղեցին ոչ թե այս անձնավորությունն է, այս անձնավորությունը չլինի մեկ այլ անձնավորություն, որին էլ ստիպեն պետք է կատարի ինչ-որ առաջադրանքներ։ Ինձ թվում է նաև սրան են ստիպել, որ հեռանա, եւ սա սպասում է ազգին եւ նաև հոգևոր բարձրաստիճաններին, թե ինչպես նրանք կողմնորոշվեն, որպեսզի իրեն հրահանգ տվողներին ասի, որ ազգը եւ նրանք նորից ինձ ընտրեցին, ես այլ ճանապարհ չունեմ, ես չեմ կարող դառնալ կաթոլիկ կամ վերանալ եւ երկիրը եւ եկեղեցին հանձնել ձեզ, եւ սա նաեւ բրուտին կողմ կկանգնի, դեմ կլինի։ Եվ այստեղ, երբ որ ես ներկայացնում էի բրուտին, բրուտը հանդիսանում է իրենց երկրի գլխավոր կառավարիչը, ոնց որ Նիկոլը լիներ համ կաթողիկոսը, համ վարչապետը։ Միգուցե Նիկոլին էլ ասել են, որ երկու պաշտոնները դու պետք է վերցնես։ Եվ դրա համար այսօր ազգի եւ դրսի եւ ներսի ազգի բոլորի պարտականությունն է, որովհետեւ չվերանանք աշխարհի երեսից, նաեւ այս անձնավորությանը եւ եկեղեցուն պաշտպանենք։ Եկեղեցու քարերը չեն քանդի, քանի որ դեռ պատերազմ չկա, բայց այս անձնավորությունը լավն է, թե վատն է, ամենաշատը իրեն ես եմ քննադատել եւ իրեն մասին ամենաշատ գաղտնիքները երևի ես գիտեմ, բայց այսօր այս անձնավորությունը պետք է պաշտպանել
քանի որ նա հանդիսանում է հայ միացյալ եկեղեցու և հայերը արտասահմանում, թե Հայաստանում, քանի որ կոմունիստական սիստեմը վերացել է, միակ տեղը, որտեղ հավաքվում են, իրար տեսնում, իրար օգնելու և եկեղեցու միջոցով է դա կատարվում, դա միակ տեղն է, և միակ եկեղեցին է ուղղափառի հետ միասին, որը վճարում չի կատարում այդ բրուտ տականքին։ Նիկոլի այցի մասին են հարցրել, պատասխանեմ։ Նիկոլը այստեղ Գյումրիի եկեղեցում է, թե այստեղ էլ որքան մարդիկ են, ինձ թվում է մեծ մասը իր զորքն է։ Մի եկեղեցու քանդվելը դա Հայաստանի համար հավասար է 1/1000-ի, այսինքն 0.1%-ի։ Իսկ այստեղ գտնվողները, թե նաև կան մարդիկ, քանի որ նորմալ մարդիկ այստեղ չեն եկել, սրա զորքն է, ոստիկաններն են, ախրանան է և լրագրողները, վատ չել լինի մեկ հարվածով, մեկ բոմբով վերացնել ես եկեղեցին, փլել սրանց վրա, որպեսզի բոլորը միասին սատկեին այստեղ։ Եվ այս մասին դուք շատ շուտ պետք է մտածեիք, և եկեղեցին նաև միակ տեղն է, որտեղ կարող եք ազատ տարբեր շարժումներ կատարել։ Օրինակի համար, երբ որ ինձ հարցրեցին, ասեցին ինչ կանեիր, ասեցի եկեղեցում կկտրեի իր գլուխը և կդնեի խաչի տակ։ Բայց ինչպես կանեիր, դա բացատրեմ ինչպես կանեի, որպեսզի հասկանաք նաև ինչպես են դա կատարում։ 2 բալոն նարկոզը լրիվ բավարար էր, որպեսզի նախօրոք եկեղեցուց 50-100 մետր հեռավորության վրա տեղադրվեր և հատուկ էժանագին $2000 սարքի միջոցով մինչև եկեղեցու տակը հասցնել խողովակ, որից բաց թողնել, սրանք բոլորը քնեին և այդ ժամանակ գալ սրա գլուխը կտրել և այս բոլորին դնել խաչի տակ և սուսուփուս դուրս գալ այդ տեղից։ Դուք բոլորդ միայն երազանքներով եք ապրում և այլն։ Այստեղ կա ձեր ոչ միայն անկարողությունը, նաև ոչ մտածվածությունը, գնալ վրեն հարձակվել, օրինակ, եթե ես Նիկոլին տեսնեմ, կժպտամ, թեպետ նա իմ ամենազզվելի տականքն է ինձ համար, օձից միակ կենդանին, որից զզում և ձեռք չեմ տա, դա օձն է, Նիկոլը դրանից ավելի զզվելի, բայց կժպտամ, բայց հետևից կհարվածեմ, որպեսզի նա չհասկանա հարվածողն ով է։ Իսկ գնում եք օրինակի համար մի գյուղում, որ գոռում էին բոզի տղա և այլն և այլն և այլն։ Այդ բոզի տղուն գլուխը կտրում են և ասում են դու բոզի տղա ես, դրա համար գլուխը ոչ թե ճվալը, գոռալը դա ոչինչ չի նշանակում։ Պետք է սառը մտածել, սառը դատել և կատարել ճիշտ քայլեր, որպեսզի և ոչ բռնվեք, և ոչ էլ կարողանան հասկանալ, թե որ պահին ինչ եք կատարելու։ Այժմ լեգիոնի իմաստը։ Լեգիոնի իմաստը որն է։ Այս տականք լևոնական պոռնիկն էլ մի քանի օր առաջ հարցազրույց էր տալիս, իմիջիալոց բոլորին լսել եմ, իմիջիալոց ասեմ նաև ձեզ, որ մեկ հավատա այդ բոլոր տականքներին և օգնեք մեզ, այսպես արեք, այնպես, ոչ մեկին ոչ օգնեք, ոչ մեկին ոչ մի լումա մեկ տա, բոլորը սրանք նույն շղթայով կապված, մեկը պինդ շղթայով, մեկը թույլ շղթայով, բոլորը իրար հետ կապված են, ոչ ոք սրանցից անկախ չէ և
ամեն մեկն էլ մեկը մեկի վրա ունի ալիբի եւ իրար տեսնելուց մեկը մեկին ասում են բոզի տղա, ոնց ես, որովհետեւ բոլորն էլ բոզի տղեկ են, այստեղ մարդ չկա, սրանք բոլորը ծախված անասուններ են։ Հայրենիքը դա էթնոսն է, դա ոչ թե տարածություն է կամ հողակտոր է, դա էթնոսն է, իսկ էթնոս ինչ է նշանակում։ Այն մարդիկ հայան, ովքեր որ իրենց մոլորակը կործանվելուց հետո կարողացել են 150 միլիոն կիլոմետր հեռավորության վրա բերել երկիրը եւ լուսինը նրան որպես մեզ մայր, երկիրը հայր եւ նրանց կրակոցից ենք մենք առաջացել, նրանք դա կատարել են, նրանք մեզ հայերից տվել են ամենաբարձր էթնոսը, իրենց տիտղոսը մեզ են տվել եւ մենք ենք 32 անգամ, մի անգամ իրենք, արդեն 33 անգամ է վերջանում, այս 34-րդն է, 31 անգամ իրենք, 33 անգամ մենք կատարել ենք այս ամենը ստեղծելով մշակվող բույսեր, աշխարհին փրկելով մահից, սովամահությունից, ինչպես նաև կենդանիներին եւ կենդանիներին սովորեցրել։ Մեկ ֆիլմ կտեղադրեմ, ինչպես է կաչաղակը բույնը սարքում, եւ ես խոսում էի 111-ի հետ, այնտեղ տղերքից մեկը Վարդանն ասեց, որ ինքը եւ մեկ անձնավորություն զբաղվում են այդ գործով, կաչաղակներին, ոչ միայն կաչաղակներին, բոլոր կենդանիներին նաև սովորեցրել են հայ աստվածները եւ կաչաղակը դա պատահական չէ, որ այդպես է կառուցում իր տունը, կնկարեմ, կուղարկեմ, կտեսնենք, երկու ճյուղի վրա կառուցել է իր բույնը, շատ հաջող բույն, արդեն 3 տարի է դիտարկում եմ, այդ բույնը չի քանդվում, քամի լինի, անձրև լինի, կարկուտ լինի, այսինքն մենք հայերս աշխարհին սովորեցրել ենք եւ այսօր այս մի տականքի խոսքով պետք է աշխարհից հեռանանք, երբ որ սա կատարում է իր տերերի հրահանը, եւ սա ինչ է ասում, Լևոնը մեղավոր չէ, Սերժիկը մեղավոր չէ, Ռոբերտը մեղավոր չէ, բոլոր մեղավորը սա ինքն է, Նիկոլոսն է մեղավորը դրա, հասկանալի է, որ Նիկոլոսն է մեղավորը այդ ամենի, բայց դուք նույնպես ծառայել եք օտարներին, եւ այստեղ բացատրությունը Նիկոլի ճիշտ բառաչանքի մասին, երբ որ այս տականքը հաճում էր, եւ սա, սրանց բոլորի հաճոցները լսել եմ, թե ինչպես են իրենց արդարեցնում, եւ այստեղ Նիկոլի ամենամեծ հայտնագործությունը նա է, որ ինքը լինելով տականք, ինքը լինելով լկտի ծախված շուն, ապացուցեց, որ բոլորդ այդ ծախված լկտի շներ եք, երբ որ այս տականքը վերացրեց ամենակարևորը Հայաստանի համար, սները հեռացրեց Հայաստանի տակից, գործարաններն ու գիտությունը, ձեզ թվում էր, որ Հայաստանի առաստաղը պետք է գետնի վրա այսպես մնա, եւ սա բանակն էր, բանակը չէր կարող միայն օգնությունների, մի փոքր հանքերի, մի փոքր վարկերի եւ երկրի թալանի հետ համահունչ մնալ եւ պաշտպանել հայրենիք։ Այս երկու տականքն եկան, եղածն էլ վաճառեցին, տվեցին ռսին։ Ինչ մնաց, բանակը ցած ընկավ եւ դրա համար երկիրը պետք է պարտվեր։ Եթե մեղադրում եք սրան, ապա սրան դուք տվել եք, որը չպետք է վերցներ։ Սրան տվել եք այս սները, բայց այդ սները տալուց դուք ամբողջը քանդել եք եւ նրան տվել եք միայն քանդված երկիրը։ Եվ ինչ որտեղ սա ճիշտ է խոսում,
Իսկ եթե վերցնում ենք ամբողջությամբ սրա բառաչանքը եւ դրա համար ասել եմ, սրա նմանների գլուխը պետք է կտրել, որ սրանց լեզուն կտրվի եւ բոլորին պետք է վերացնել։ Այստեղ տարբերություն չկա, դուք առաջինը սրան կգտնեք կվերացնեք սրան, թե սրան։ Վախը երբ որ ընկավ, քանի որ սրանք բոլորն էլ վախկոտ են, եթե 4-ին էլ հիշում եք, 4-ի ժամանակ էլ ամենամեծ զորքն է ունեցել Հայաստանը իրենց քամակը պաշտպանելու։ Եվ դա նշանակություն չունի, դուք սրանցից որին հնարավորություն կունենաք վերացնել, ապա սրանք բոլորը փախչող են։ Մեկը մեկին ծախելով բոլորը պետք է փախչեն եւ այստեղ ոչ սրանք են հեռացել, ոչ սրանք են մայր մտել, ոչ սրանք, ոչ էլ որևէ մեկը, բոլորը միասին են, սրանք բոլորը միասին են գործում։ Եվ եթե ժողովրդին մենք մեղադրում ենք, որ ինչի չեն դուրս գալիս, քանի որ տականքները նորից իրենցը պետք է անեն։ Եվ այստեղ ոչ թե այս տականքներն են կարևոր, ամենակարևոր պահը միշտ շեշտել եմ, ամենակարևոր պահը այստեղ դա մլիցեքն է։ Եթե մլիցեքի հրաման են ստանում, որ հայ ազատագրական բանակը կամ հայ լեգիոնը հրահանգ է տալիս, որ թողեք զենքերը գնացեք ձեր տանը վեր ընկեք, հաջորդ օրը նորից դուրս են գալիս, դա նշանակություն չունի, 2 շարքային կվերացնեք, 1 ղեկավար կվերացնեք, թե ում մնացածը վախի մթնոլորտի տակ բոլորը պետք է մտնեն իրենց տները եւ այդ ժամանակ սրանց հասնելը, ոչնչացնելը ամենահեշտ ճանապարհը կլինի։ Եվ մեկ մտածի, որ այդ պահին, երբ որ լեգիոնը լինի, մեկ մտածի, որ այդ պահին գալու է ինչ որ թուրքերը, ադրբեջանցիները օգնեն։ Լեգիոնի նպատակն է ոչ միայն ներսից, այլև դրսից Իրանին, քրդերին զգուշացնել, նաև Ադրբեջանում գտնվող այդ 2 մեծ ազգություններին, թալիշներին եւ այլն, որպեսզի նրանք պատրաստ լինեն եւ Իրանը նրանց նույնպես զինի եւ հարձակում մեր կողմից արդեն կարող է լինել նրանց վրա։ Ձեզ թվում է բրուտը այդ պահին պետք է գա նրանց օգնի, դրանք պետք է խառնվեն, թե այս ինչ տեղի ունեցավ, ինչ են կատարելու, զանգելու են Երևան, Երևանում ոչ մեկը չի վերցնի։ Զանգելու են Իրան, Իրանը չի վերցնելու։ Եվ այս ծրագիրը միայն լեգիոնը կարող է իրականացնել։ Իսկ ներսից ասացի, եթե մի եկեղեցի չփլեցին, որ սա տակին սատկեր, ապա ներսից ոչ մի լավ բան հնարավոր չէ սպասել։ Ուկրաինական պատերազմը, կարդացեք այսքանը, որովհետեւ ես երկար բարակ չխոսեմ, թե որ թվականին ինչ տեղի ունեցավ, ինչ արեցին, ինչպես արեցին եւ ինչպես այսօր դրոններով գնում այդ պատերազմը, դա նշանակություն չունի, սրա հայտարարությունները եւ սրա ծառաների հայտարարությունները, դա սրա խոսքն է, սա գրում է տալիս տղոն, որը գտնվում է նահանգներում, նա էլ սրան տալիս է մի փոքր գրություն եւ սա սկսում է տափակ հաչալ։ Ինչու սրան բերեցին նաեւ իրենց մոտ, հրավիրեցին, որպեսզի լրիվ ծրագիրը տան, թե այդ խեղճ կատակությունը մինչև վերջ կատարի։ Նույնը դա Պուտինին են արել, նույնը դա Ժելենսկուն են արել, նույնը Սերժին են արել, եւ Սերժը դրանից հետո, եթե լավ հիշում եք, սրա գնալ գալուց հետո Սերժը արտահայտվեց, որ ասել են Հայաստանը կարող է մնալ, եթե մենք այդ ջերմուկի մոտի ոսկու հանքերը տանք իրենց։ Դա պատահական չէր Սերժի արտահայտությունները եւ Սերժիկը կաթողիկոսը այն Արմեն Սարգսյանքը այս երկուսին հրավիրել էին ռեստորան, նաեւ այդտեղ խոսել։ Այդ ամենի մասին ես գիտեմ, դուք էլ իմացեք, որ դա տեղի ունեցել։ Սերժիկը վատ քայլ չի կատարել, խնդրելով որ մնա։
Եվ սա երբ որ եկավ Հայաստան, ասեց Հայաստանը կարող է մնալ աշխարհի երեսին միայն եթե տակ այդ ջերմուկի հանքերը մեզ, կարող է, այն էլ ուրբաթը եկավ շաբաթից առաջ ընկավ Սերժիկին Արմեն Սարգսյանին տված սրա խոսքը եւ սրա այս երկուսի կործարկն ու հարցակումը դա իրար հետ չբռնեց, այսինքն այդտեղ նույնպես Սերժիկենց գցեց սա եւ դրա համար Սերժիկը կառավարությունը տվեց սրան, ոչ թե սա վերցրեց կամ սրան եւ գիտենալով հանդերձ որ սա նաեւ Լևոնի ճուտն է, սա պետք է քանդի, ասես թող սրա ձեռքով քանդվի Հայաստանը։ Նույնն է այստեղ Ուկրաինա Ռուսաստան պատերազմի իմաստը նա է, որ երկու ազգերն էլ թուլանան, երկու պետություններն էլ այնքան թուլանան, որ շվշվացնելով կան, ինչպես սա էր ասում, շվշվացնելով մեքենաներով պետք է գանք Հայաստան եւ կարգաբաց մեզ պետք է ընդունեն։ Նույնը սրանք այստեղ են կատարելու եւ Ուկրաինա եւ Ռուսաստանը եւ այս երկու տականքին դնելը, սրանք բոլորը տականքներ են։ Մեկ մտածի, որ սա է հզոր մարդ է կամ սա է հզոր մարդ կամ սա տեսակ ինչ ղեկավար էր իր երկրի համար 111 միայն ֆիրմաներ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգներում պերֆումերիա արտադրելուց մինչև գերեզմանատներ հուղարկավորության այդ կազմակերպություններ եւ այլն դրա համար նույնն էլ սրանք են Մինչև չվերացնես տականքին, մինչև սա փորձի նոր տական դնել, նորից այդ տականքին պետք է վերացնել։ Ազգի փրկությունը միակ ձևը դա է, տականքներին վերացնել եւ վերցնել կառավարությունը քո ձեռքը։ Սրանք մի պաուզա են տալու, մի քանի տարի, այդ մի քանի տարին էլ մեզ բավական է պատրաստվելու համար։ Իսկ եթե ձեզ թվում է, որ ինքը ինչ-որ մի հզոր ազնվորություն է, ոչ, պետք է բոլորի թույլ կողմը գտնել եւ թույլ կողմով պատժել այդ անձնավորությանը։ Դուք մեկ մտածի, որ ինքը ամենահզորն է, ինքն էլ սրանց նման վախկոտի մեկն է եւ ամենաշատ կամերաներն ու լսող սարքերը սրանց մայրաքաղաքում են, որտեղ ինքն է ապրում եւ ինչի համար է դա այդտեղ դրված, քանի որ ինքը վախենում է, ինքն էլ լավ գիտի, որ աշխարհը լավ էլ հասկանում է, որ այս ամեն ինչի պատվիրատուն, ռեժիսորը ու սցենարիստը ինքն է։ Այժմ ավելի կարևոր հարցերի մասին խոսենք։ Սա մեր քարահունչն է։ Եվ Նիկոլը եւ մի քանի տականքներ արտահայտվել են, որ սա քարակույտ է, ինչ սա աստղադիտարան։ Իրականում սա աստղադիտարան է, որը ցույց է տալիս, որ ինչպես է երկրի առանցքը շեղված արեգակի նկատմամբ իր հասարակածի նկատմամբ միևնույն ժամանակ ինչ աստիճանով է նա պատտվում արեգակի շուրջը այդ 5 աստիճանի չափ շեղում է եւ երբ է սկսում գարուն աշուն ամառ ծմեր եւ որքան է տևում 1 տարին այս ամբողջը դա ներկայացնում է դա եւ ներկայացնում է քարահունջը, որ տեեզերքը եւ տեեզերական մարմինները դա մի ամբողջություն է եւ բացի դա տեեզերական մարմինները, ինչպիսին երկիրը լուսինը գնդաձև են դրանք հարթ մարմիններ չեն, ինչպես բրուտներ գրում առաջի Աստվածաշնչում կրյաների կամ փղերի վրա է երկիրը գտնվում այդ հիմարությունները բայց հայերը դեռ 25-30 հազար տարի առաջ այս ամենը ապացուցել են, որ այսպես եւ բրուտի նպատակներից մեկը Տաթևի վանքի այդ քարը, որի մասին նաեւ խոսեմ, թե խոսել եմ, չեմ հիշում, շատ շուտ եմ խոսել, թե դրա իմաստը որն է եւ այս քարերի իմաստը նորից խոսեմ այդ մասին իսկ բացի դա Նաև իրենց մոտ այս քարերը
բրուտների մոտ այս քարերը եւ Իսլանդիայում գտնվող այս քարերի մասին նույնպես կխոսեմ։ Իսլանդիայում գտնվող քարերը դա տարբեր ժամանակներում, տարբեր ուղղություններով եւ նրանք միայն կատարներով են նայել, երկու քարերի կատարներով են նայել, օրինակ աստղերին կամ երկիր, լուսին եւ այլն, եւ սա նույնպես աստղադիտարան է, իսկ սա աստղադիտարան չէ։ Հայերը ինչ են կառուցել այս կառույցը նաեւ բրուտների մոտ, եւ նայեք այս մի քանի քարերին, միշտ այդ քարերի վրա դրված է նաեւ հաջորդ քարը, երրորդ քարն է դրված դրանց վրա։ Նրանք ասել են հայերը, երբ որ այս քարերը ընկնեն այս կողմ կամ այս կողմ, եթե այս կողմ ընկնեն քարերը, ապա ձեր երկիրը այդ ժամանակ, այդ 80,000 տարվա ընթացքում, ապա ձեր երկիրը սղալով կիջնի ներքև, միգուցե վերանալ, անցնի ջրի տակ է, իսկ եթե այս մասը ընկնի, ապա նրանք հյուսիս։ Սրա իմաստը, երբ որ հայերը ասել են, կառուցել են սա, դա է եղել, եւ այստեղ նաեւ տարբեր քարեր պետք է իրենց, եթե նրանք այստեղ մարդ կանգնացնեն կամ կենտրոնում, կտեսնեն, որ շողքերը սկսում են տատանվել, հենց այդ ժամանակ կսկսվի այդ ամենը, որի մասին ասում են մագնիսական դաշտերի փոփոխություն, ասել են զգույշ եղեք, կա նաև այսպիսի բան, եւ սա կառուցել են հատուկ դրա համար, ես այժմ շատ աղոտ եւ կծկտուր եմ ասում այդ մասին, իսկ ինչ կլինի, լուսնի մասին, երբ որ հարց եք տալիս, լուսինը ընդհանրապես այստեղ չի մասնակցելու է միայն երկիրը, իսկ երկրի հետ կլինի շատ փոքր, նույնիսկ 0.01 աստիճան, 0.01 րոպե անկյունային տատանումներ, որի ժամանակ, ինչպես այստեղ նշեցի, սրանք նույնպես կտան այդ տատանումները եւ սա իրենց վերջը կլինի, միևնույն ժամանակ մագնիսական դաշտը, եթե դուք լավ հիշում եք ժամանակին, երբ որ այրոպորտներում անցնում էիք այդ սարքերի միջոցով, եթե ունեիք մագնիտոֆոնի լենտ եւ այլն, ապա նրանք ջնջվում էր, դրանք հատուկ հաջորդ կողմով տալիս էիք իրենց, թե սա մագնիտոֆոնային լենտ է կամ վիդեո լենտ է, որպեսզի չջնջվեր։ Նույնը մարդկանց հիշողությունը ջնջվելու է։ Մարդկանց հիշողությունը ջնջվելու է եւ ամենաշուտը վերականգնվում է մեր մոտ, հայերիս մոտ, բացի վերականգնվելը, մեր խելքը ավելի բարձր է եւ մեր ինֆորմացիան ոչ բոլոր հայերի մոտ ավելի բարձր է, քան աշխարհում որևէ մեկի։ Երկրորդը դա չինացիներն են, երրորդը հնդկացիները, չորրորդը գերմանացիները, իսկ մյուսների մոտ դա միայն մեզնից ստացած ինֆորմացիայով են կառուցում իրենց ուղեղը։ Այս ամբողջը եւ սրա մասին գիտեմ պետք է հարցեր տակ, սրա մասին առանձին կխոսեմ նաեւ այս երկու կառույցների մասին Իսլանդիայում, սրանց մասին նույնպես, որը մեր քարաունջի հետ մի քիչ կապ ունեն սրանք, բայց սրանք ավելի տեղական հարցեր են, որպեսզի անկյունները հասկանան, որ ինչու է իրենց մոտ այդքան երկար տևում ձմեռները եւ ամառները այդքան երկար նույնպես, այս ամբողջը կառուցել են դրա համար, որպեսզի նրանց ապացուցեն, որ երկրագունդը ինչպես է պտտվում արևի շուրջը, իսկ սրանցը կառուցվել է հատուկ նրանց զգուշացնելու համար, որ զգույշ եղեք, մենք էլի կլինենք, դուք չեք լինի։ Ինֆորմացնել աշխարհին, ինչ է մեզ մասը գրել, այս գրաֆը պատրաստել է
մեկ ֆիլմ, որը ինձ դուրս չեկավ, երկրորդ անգամ նրան հանձնարարեցի ճշգրտի, նորից ինձ դուրս չեկավ, ինչի եմ այս մասին խոսում։ Եթե հայերի մեջ կա մի նորմալ, հարուստ և այլ երկրում, քան Եվրոպա, Ռուսաստանն է, Աֆրիկա կլինի, Ասիա կլինի, թե կլինի հարավային Ամերիկա, ես իմ ծախսերով կարող եմ գալ, իմ ծախսերով կարող եմ գնալ, բայց ինձ հարկավոր է, որպեսզի այդ մարդը մի 20 մարդ պատրաստի տարբեր երկրներ ուղարկվեն, երբ որ ֆիլմերը կհրատարակենք այդ մարդու հետ, ես կհրատարակեմ, իմ անունով կլինի այդ ֆիլմերը, ապա այդ մարդիկ տեղափոխեն այդ երկրները և ոչ միայն գցեն YouTube կամ TikTok կամ MSN, այլ նաև կամ այլ երկրների սայթեր, նաև պենդրայվների ձևով մարդկանց տան, որոնք կլինեն, կհասկանան այս ամենի իմաստը։ Ինչի համար եմ սա ասում։ Ամեն մարդ էլ ունի իր թույլ և ուժեղ կողմը։ Բրուտը, որը մեզ այսօր ոչնչացնում է, նրա ուժեղ կողմը զենքն է և իր շպիոնական ցանցը, ագենտական ցանցը, բայց կարող ենք նրան շրջանցել և աշխարհին ապացուցել և նաև իրեն ապացուցել առաջի հարցը, թե այսքան տարի հետո մոլորակի հետ ինչ է լինելու և մագնիսական և թե դաշտերի այդ ժամանակ փոփոխության ազդեցությունը մարդկության վրա ինչպես է ազդելու, որպեսզի հասկանա նաև մեր դերը աշխարհում և հասկանա, որ ինքը երկիրը տանում է կործանման։ Ինչպես նաև երկրորդ հարցը առաջացել կենդանական աշխարհը երկիր մոլորակում։ Այս ամենը ավելի մանրամասը, որպեսզի աշխարհի գիտնականներն էլ հասկանան։ Նույնպես կտրվի այս հարցի բացատրությունը, բայց պետք է լինեն կատարյալ ֆիլմեր, որպեսզի հասկանան, որ հայերը իմիջիայլոց փոքր-մոքր, ինչպես ես եմ ձեզ ֆիլմերը կամ հայերն են պատրաստում, այդպես չէ։ Արժեքավոր ֆիլմ պետք է լինի և թարգմանված անգլերեն լրիվ մաքուր, որպեսզի և բոլոր լեզուներով, որպեսզի տարբեր երկրներ հասկանան։ Դրա համար պետք են նաև հայ կատարյալ օտար լեզուներ իմացողներ, որպեսզի հավաքվեն այդտեղ, թարգմանությունները կատարեն և տեղափոխվի այլ երկրներ։ Դրա համար է պետք այդ հարուստ մարդը, իսկ ամենավտանգավոր հարցը պետք է նրան առաջարկվի բրուտին, որ այս հարցը երբ որ բարձրացեցին, կրոնները կվերանա, քու այդ, որ թագավոր ես կոչում, կդառնաս փողոցային Նիկոլի նման պացան լակոտ, կամ Էրդողանի, կամ Պուտինի, կամ Ալիևի, և երրորդը դրոշդ կկորցնի իր նշանակությունը։ Իսկ այս հարցը նաև տալիս է նա, որ փոքր տղայիդ ու բարեկամներիդ, որոնց ուղարկել ես այլ երկրներ, էթնոսի հարցն է սա, ապա դու նրանց մեզնից գողանալով այդ գրքերը, դու հասկացել ես, որ նրանց տանում ես կործանման, այսինքն նրանք ծառայել են քեզ որպես գործիք և նրանց գենը պետք է վերանա, քոնը ես մի տղայիդ հետ պետք է մնա, նրանք պետք է վերանան, նաև իրար մեջ կշտություն պետք է գցել։ Պետք է ապացուցվի, որ մշակովի բույսերը կանհետանան, նորից մենք ենք դրա ստեղծողը և աշխարհը պետք է մեզ պաշտպանի, ոչ թե քեզ կամ ազերիներին։ Այս էթնոսը սա իրեն համար հարված կլինի իր ազգակից բարեկամներից։ Եվ այս ֆիլմերը, հատկապես այս վերջին ֆիլմը տարածելուց և հենց իրեն անձամբ դիմելուց հետո,
Ես ինձ կոչնչացնեմ, որպեսզի ոչ այդ հարուստի վրա ազդի, ոչ այդ հայ երեխաների վրա ազդի, որոնք տարածեն այդ ֆիլմերը։ Ես կրկնում եմ, ես իմ ծախսով, իմ մնալով ամեն ինչը կատարեմ, բայց ես այսօր այդքան հնարավորություն չունեմ, օրինակի համար ես հաշվել եմ 20-25 երկրներ, որոնց պետք է ուղարկվի այս ֆիլմերը, այդ ֆիլմերը տարբեր երկրներում այդ ամենը տարածվի, ես իմ գալ, իմ մնալը, իմ աշխատանքը բոլորը իմ վրա ծախսերը վերցնում են, իսկ այս մնացած ծախսերը, որը կարող է կես միլիոն, 1 միլիոն կամ 2 միլիոն, որը միլիարդատերերի համար դա նշանակություն չունի, բայց եւ մեր փրկությունն է եւ աշխարհին հասկացնելն է, թե մենք ովքեր ենք, իրենք ովքեր են։ Նաեւ կան այլ երկրներ, որոնք նրանք գիտեն իրականում մենք ով ենք, բայց նրանք էլ են վախենում խոսել, նրանք սպասում են նաեւ մեր խոսքին։ Ես ոչ մի անգամ, ոչ մի ֆիլմում չեմ կրկնել, որ սրտիկ դրեք եւ այլն կամ գրեք կամ պլյուս դրեք, թե մինուս, նույնիսկ դրանց ուշադրություն չեմ դարձրել կամ չեմ էլ ասել արեք կամ օգնեք իմ կանալին։ Կյանքում ես դա չեմ ասել։ Ես դա միայն հայ ազգի փրկության համար, որպեսզի ստեղծենք նորմալ ֆիլմ աշխարհին եւ բրուտին ապացուցելու, թե մենք ով ենք եւ ինքը մինչեւ այս ֆիլմը հասկանալը, ասենք որ մեզ պետք է տաս այս մեր էթնիկ այսքան հողը, ոչ թե դիմենք անձամբ իրեն, այլ ասենք գլոբալիստների շեֆը պետք է կատարի սա, քանի որ մենք ենք աշխարհի այս ինչ մարդիկ, մենք պահանջում ենք սա, քանի որ սա մեր էթնոսն է, եթե մենք չգտնվենք մեր էթնոսում, աշխարհը այս աղետները տեղի կունենան եւ նաեւ կարող ենք ասել, որ քո աշխատակիցները, որոնք ասում են, թե գլոբալ տաքացումները ինչի հետ է կապված, դրանք բոլորը խաբեություններ են, գլոբալ տաքացումները եւ մարդկանց ֆիզիկական նվազեցումները, այդ բոլորը կարող ենք ասել եւ այն, որ Անտարկտիդան հալվում է, դա սխալ է, դա հենց այս հարցի պատասխաններից մեկն է, մեկ կողմը հալվում է, մի կողմը սառչում, դա մագնիսական եւ տետե դաշտերի փոփոխությունն է, տետե դաշտերը կմնան, միայն կտատանվեն մի քանի միլիմետրի չափով, բայց մագնիսական դաշտի փոփոխությունը կլավա բոլորի ուղեղը, բայց տետե դաշտերի ուժը երկրի 0-ից սկսած մինչև 5-6 կիլոմետր կորցնի իր ուժը, իր արժեքը, դրա համար, երբ որ ասում եմ շնչահեղձ կլինեն կամ մահանան, հնարավոր է, ինչպես մեր Պողոսներ մի քանի օր առաջ ինձ գրել, ասում է ոչ թե հատկապես շնչահեղձ կլինեն, մի մասը շնչահեղձ կլինի, մի մասը կթուլանան, ճիճվի նման կընկնեն, չեն կարողանա շարժվել եւ այդպես կոչնչանան։ Իսկ 2000 տարին միայն մենք կարող ենք վերականգնել մեր հիշողությունը, իսկ մնացածը կարող են մեզնից միայն սովորել։ Դրա համար այս ամբողջ ինֆորմացիան, այս ամբողջ դաշտը, ինչպես Դոդիկ Հայաստանի Դոդիկներ կատարում, եկեղեցիներ կառուցելու փոխարեն, այս ամբողջը պետք է պատրաստվի ամենաբարձր մակարդակի ֆիլմեր եւ թարգմանությունները եւ ֆիլմերը, որովհետեւ անգրագետ մարդը հասկանա այստեղ ինչի մասին է խոսքը, որովհետեւ աշխարհը հասկանա, աշխարհը իր խաբվելուց պրծնի, անցնի իրական դաշտ, անցնի իրականության մեջ եւ հասկանա իրականում ինքը ով է եւ իրենք ով են։ Միգուցե բրուտը ինքն էլ չի հասկանում, կարդում են մեր գրքերը, թեպետ 1800
36 թվերին նորից բրուտի այդ ժամանակվա բրուտին նորից հայերը ներկայացրել են այս ամենը, բացատրել են սրա իմաստը, չեն հասկացել եւ այսօր երևի իրենց թվում է, որ այդ ունեցած բարձր տեխնոլոգիաներ են իրենք ասում, այդ հիմարություններով կարող են աշխարհին տիրել։ Նորից եմ կրկնում, արհեստական բանականությունը հասկանում է ինչպես հայ աստվածները, այո կամ ոչ, մարդ է եւ մարդ չէ, մեղավոր է թե մեղավոր չէ, այլ ոչ թե մեղավոր է 5%-ով, 1%-ով, դրա համար եթե մեղավոր է, ուրեմն պետք է գլխատվի։ Եվ նույնը հասկանում է նաեւ արհեստական բանականությունը, նաեւ այդ ամբողջը պետք է բացատրվի իրենց, բացատրվի աշխարհին եւ ասվի մեր էթնոսը պետք է վերադարձնես մեզ եւ մեր տիտղոսը պետք է վերականգնվի։ Այսքանը, եթե ցանկություն ունեք, կարող ենք աշխատել։ Ինձ թվում է 1-2 տարին բավական է, որպեսզի աշխարհը անցնի արդեն իր կրիտիկական պահին, մինչև այդ մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Եթե չեք ցանկանա, ես ինքս կկատարեմ նվազ ձևով, միգուցե աշխարհում գտնվեն այլ ազգեր, որոնց դա հետաքրքիր լինի։ Գիտեմ, այս հարցը եւ ռուսներին, եւ չինացիներին, եւ հնդկացիներին, ճապոնացիներին շատ հետաքրքիր է, բայց ոչ թե կուզեմ մեզ սա վաճառել իրենց, այլ կուզեմ, որպեսզի մենք դա անվճար աշխարհին ներկայացնենք եւ աշխարհը հասկանա մենք ով ենք։ Այսքանը։